Սկսվում է 7:30 ժամերգությամբ, որը նորմալ մարդու համար անշուշտ անսովոր է 7:30 ժամերգության, բայց մայրավանքում ապրող հոգևորականները, որոնք կուսակրոն հոգևորականներ են, ամեն առավոտ պիտի փառաբանեն Աստծուն։ Երբ ես իբրև անհատ, իբրև քրիստոնյա մարդ երբեմն հարց եմ տալիս ինձ, թե ինչու ես քրիստոնյա դարձա, որովհետև ես բարեբախտաբար կամ դժբախտաբար մկրտվեցի ավելի հասուն տարիքում, 16-17 տարեկանում, երբ արդեն ընդունվել էի ճեմարան, եւ ակամայից մկրտության արարողությունից հետո արդեն հարցը ծագեց, թե ինչու համար Աստված ինձ ընտրեց իբրև հոգևորական եւ իբրև մարդկանց Աստծո խոսքը կարոզող մեկը։ Եթե փորձենք հարցի պատասխան գտնել, ինձ թվում է, որ Աստված սովորաբար միշտ ընտրում է տգետներին եւ թույլերին, որովհետեւ ինչպես Պողոս առաքյալն ասում է, այս աշխարհի իմաստունները Աստծո առաջ ոչինչ են, նրանց իմաստությունը Աստծո առաջ ոչինչ է, եւ ասում է, ուր է այս աշխարհի իմաստունը, ուր այս աշխարհի բանգետը։ Հետևաբար ինձ թվում է, որ Աստված միշտ էլ դեռևս լուսավորչի ժամանակներից էլ ամենատկար եւ ամենաանգետ մարդկանց ընտրել է եւ այդ մարդկանց միջոցով է, որ իր զորությունը ցույց է տվել, որովհետեւ եթե փորձեր ընտրել բանիմաց մարդկանց, իմաստուն մարդկանց, մարդիկ այդ ընտրությունը իրենց կվերագրեին։ Բայց երբ ընտրում է թույլ, անկարող եւ քրիստոնեությունից քիչ բան հասկացող մարդկանց, դրանով Աստծո անունն է փառավորվում, որի համար ես անձնապես շատ ուրախ եմ։ Առաջին շփումը միշտ էլ լավ լինի կամ վատ, իբրև հիշողություն մնում է մարդու մտքի մեջ։ Ինձ համար այդ հիշողությունը կապված է լուսահոգի Ներսես arczepiskopos Պոզապալյանի հետ անուղղակի կերպով, որովհետև 1999 թվականի մայիսի 1, լավ հիշում եմ այդ օրը, պատարագ, եւ պատարագից հետո մեզ հայոց պատմության օլիմպիադայի մասնակիցներին հավաքեցին եւ մրցանակներ պիտի տրվեին, քանի որ այդ ժամանակ տեղապահը Ներսես arczepiskopos Պոզապալյանն էր, իր ձեռքով ստացա մի աստվածաշունչ, որի վրա ինքը գրեց Արտյոմ Անանյանին լավագույն մրցանակ եւ լավագույն արդյունք ցույց տալու համար Աստծո բարեմաղթանքներով եւ ճշմարիտ լույսը ճանաչելու ձգտումով։ Այդ Աստվածաշնչի ընթերցումը չասեմ, բայց փնտրտուկը, Աստծո խոսքի փնտրտուկը ընդհանրապես ամեն ինչի, որ հոգևորի հետ է կապվում, ինձ տարավ դեպի Գևորգյան հոգևոր ճեմարան եւ Գևորգյան հոգևոր ճեմարանից դեպի Սևանի Վազգենյան դպրանոց։ Եվ այսպես սկսվեց իմ ուղևորությունը հոգևոր կյանքում, ասպարեզում, բայց ճանապարհը ամեն հոգևորականի համար իր ձևով է, որովհետեւ ամեն մեկս խաչից վերցնում ենք մեր մասը եւ ամեն մեկից ճանապարհը դեպի Գողգոթա մեր ոտնահետքերի չափերի համաձայն է։ Իմ կարծիքով ճեմարանցին մանավանդ այն մարդը, որ ճեմարանը եկել լրիվ անհավատ միջավայրից, առաջին հանդիպող հոգևորականն է իր համար հոգևոր ուսուցիչ։ Ինձ համար առաջին մարդը, որին տեսա ճեմարանում, Տերմինաս Քահանա Մարտիրոսյանն էր, որ մինչև հիմա էլ փոխտեսու չէ ճեմարանում, այնուհետև Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որ այն ժամանակ, երբ ես երկրորդ լսարան էի արդեն, Բագրատ Աբեղա Գալստանյանն էր։ Այս երկու մարդիկ դերևս իմ կյանքի մեջ լուրջ դեր խաղացին հոգևորական ձևավորվելու համար, բայց անշուշտ կա մեկը, որ անպայման ուղղորդում է հոգևորականին, ուղղակի կամ անուղղակի կերպով, բայց կան նաև կերպարներ, դեմքեր պատմությունից, ովքեր ներշնչում են ապագա հոգևորականին, ուսանողին, ճեմարանականին, եւ այդ ներշնչանքն է, որ երբեմն պայմանավորում է նաև նրա սերտ կապը ներկայի տեսուչի եւ հոգևոր ծնողների հետ։ Երբեմն մենք մտածում ենք, որ Աստծուն սերտելը, Աստծուն հասկանալը կարելի է միայն գրասեղանի վրա, բյուրոյի մեջ նստած, բայց
ինձ համար ծնկաչոք աղոթելը, ծնկաչոք Աստծուն սերտելը, ծնկաչոք վիճակում աղոթքի մեջ Աստծուն սերտել ամենամեծ հրաշքն է։ Հետևաբար ինձ համար հրաշքը կայծակի տեսքով լինի, թե օրհնաբեր անձրևի կապ չունի, միևնույն է Աստծո հայտնությունն է։ Երբ ասում է առակը Աստված որոշում է ստեղծել մարդկանց, ամեն ինչ ստեղծելուց հետո, մարդուն ստեղծելուց հետո Աստծո մոտ մնում է երջանկությունը եւ չգիտի որտեղ դնի երջանկությունը, որովհետեւ եթե դնի ծովի խորքում, անհասանելի կլինի մարդկանց համար, եթե դնի երկնքում նույնպես անհասանելի է մարդկանց համար, կենդանիների մեջ չի կարող դնել, որտեւ բանական չեն, մտածում է Աստված եւ վերջը դնում է մարդու մեջ։ Ասում է, որովհետեւ միակ վայրն է, որտեղ երջանկությունը եւ անհասանելի է եւ հասանելի է։ Ինձ համար սա է երջանկությունը։ Մի բան, որ մեզ համար անհասանելի է, չենք կարող գտնել, հասնել, որովհետև մենք միշտ ավելին ենք ուզում, բայց նաև շատ հասանելի, որովհետև մեր մեջ է երջանկությունը։ Ես միշտ երջանիկ եմ, որովհետև ունենալ հոգևորականի օծում եւ պարտականություն լինելու հոգևորական արդեն իսկ երջանկություն է, անկախ մեր կամքից, անկախ մեր սահմանումներից եւ ենթադրություններից։ Երջանիկ պահեր միշտ է լինում են հարազատների մեջ, ընկերների հետ, բայց ամեն քրիստոնյայի համար Աստծո հետ հարաբերությունը երջանիկ պահ է։ Եթե այդ հարաբերությունը անկեղծ է եւ ճիշտ քրիստոնեական հիմքի վրա է դրված։ Երբեմն մեզանից անկախ մտքի մեջ կամ քթի տակ երգը ստացվում է, երգում են շարական եւ Ջեմանում հիշում եմ Միջանցք էինք մտնում ժամերգությունից հետո բոլորը առանց խտրականության երգում էին բարձր ձայնով եւ մի օր նույնիսկ տեսուչը պատժեց դրա համար բոլորին։ Այսինքն շարականը, երաժշտությունը էսթետիկ մի ձևն է հոգեվոր կյանքի զարգացման։ Կարևորագույնը չէ անշուշտ, բայց եթե հոգեվորականը ունի այդ ձիրքը, այդ շնորհքը, անշուշտ պետք է զարգացնի եւ հենց այդ հոգեվորականի համար է, որ երգը, շարականը դառնում է աղոթքի ամենահոգեհարազատ ձևը։ Օրինակ վանքերում շատ պայմանավորել են եւ կարեւորել են մարդկային կենցաղի ճիշտ կազմակերպումը, որտեվ եթե մարդկային կենցաղի ճիշտ կազմակերպում չկա, հոգեվորը միշտ կաղալու է դրանից, դուժելու է։ 9-ին արդեն աշխատանքային ժամն է սկսվում, մի տեսակ մարդկային կողմը, որովհետեւ վարչական գործին ենք անցնում արդեն, մտավոր աշխատանք է անշուշտ, բայց նաև կան հաճելի դեպքեր, հաճելի անակնկալներ, երբ որևէ հին էջմիածնի մեջ բացահայտում ես որևէ դեպք, մի տեսակ նաև պատմության հետ շփման մի ձև է, աշխատանք է, երբ պարտականություն է մեզ համար, որ էջմիածին ամսագիրը մնա այն որակի վրա, որ ունեցել են իր արժանի նախորդներ էջմիածին ամսագրի, Արարատ ամսագիրը, որ հիմնադրվել է Գևորգ IV-ի նախաձեռնությամբ, իբրև պարբերական եւ մեկ նպատակով, որ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի միաբանների մտավոր կարողությունների արժանի ցուցարան եւ հանդես դառնա, իր բառերն եմ ասում։ Էջմիածին ամսագրով է, որ մարդիկ չափելու են մայրավանքում ապրող միաբանների, հոգեվորականների զարգացածությունը եւ մտավոր կարողությունները։ Երեկոյան ժամերգությամբ ավարտվում է այդ աղոթական պահը օրվա։ Աղոթքի այս ձևը շատ հին է եւ եթե Աստվածաշունչը թերթեք, առաքյալներն իրենք էլ այս ձևով էին։ Այսինքն ամեն ժամ աղոթքի, ամեն ժամ մտածելու մտահայեցության մեջ, որովհետեւ այս աշխարհում բնականաբար չեն կարող ներկայիս իրականությունը համեմատել առաքյալների կամ նույնիսկ 15-րդ դարի իրականության աշխարհի հետ, որովհետեւ այն ժամանակ վանքերը հնարավորություն ունեին փակվելու, գյուղերը նույնիսկ հնարավորություն ունեին փակվելու եւ մարդ չտեսնելու, բայց այսօր այդ ձևը, որ մինիմում, այսինքն առնվազն ձևով փորձում ենք պահպանել, շատ կարեւոր է, որովհետեւ հոգեվորականը եւ մասնավորապես կուսակրոն հոգեվորականը, որ վանքի կյանքով է ապրում,
պատերազմի, հոգևոր պատերազմի առաջին գծում է կանգնած։ Եվ եթե չունի զրահը աղոթքի, ժամերգության, ժամասացության, վստահաբար առաջին գնդակը դիպչելու է առաջին գծում կանգնող հոգևորականին։ Եվ միշտ էլ այդպես է։